Բարև ձեզ արգել հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմ YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականին թերի հայտարարագրեր է ներկայացրել։ 2022 թվականի գույքի եկամուտների ծախսերի եւ շահերի հայտարարագրում Աղաջանյանը հայտարարագրել է մոտոցիկլ, 2020 թվականի թողարկման Yamaha, 2013 թվականի Parvaz GL Magdishi մոտոցիկլեր եւ 1 Nissan Magdishi մարդատար ավտոմեքենա։ 2013 թվականի թողարկման Yamaha Magdishi մոտոցիկլը ըստ հայտարարագրի падգամավորը ձեռք է բերել 2021 թվականի մարտին, սակայն նախորդ տարվա հայտարարագրում տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասին նշված չէ։ 2024 թվականի տարեկան հայտարարագրում падգամավորը գրել է, որ ունի 3 անշարժ գույք, 2 մոտոցիկլ եւ 1 ավտոմեքենա։ Աղաջանյանի անշարժ գույքի եկամուտների եւ ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2013 թվականին գնման եղանակով ձեռք է բերել հողամաս նոյեմբերյանում, ինչպես նաեւ 2001 թվականին նվիրատվություն է ստացել Երևանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով իրեն է պատկանում։ Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է եւս մեկ բնակարան կենտրոն վարչական շրջանում։ Падգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբի համեմատ աճել են, դառնալով 2.299.000 դրամ, սակայն տարեսկզբին առկա 350.000 դրամ կանխիկ դրամական միջոցները զրոյացել են։ Աղաջանյանը հաշվետու տարում եկամուտ է ստացել մեկ աղբյուրից, այն է ԱԺ աշխատակազմից ստացած 13.203.000 դրամ աշխատավարձի տեսքով վարձատրությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նոյեմբերի 27-ին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ մի քանի դեռահասներ դաժանորեն ծեծի են ենթարկում մի անօգնական երիտասարդի Ալենին, հանրության մեջ հույզեր արթնացրեց, որը հիմա դարձել է անպատժելիության հստակ օրինակ։ Օրաթերթը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեռ Ալենին կամ նրա հորը պապիկին չեն կանչել հարցաքննության, չեն լսել տուժողներին։ Գյուղացիներից տեղեկացանք, ծեծի ենթարկված դեռահասը հիմնականում պապիկի խնամքի տակ է։ Օրաթերթը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթում 5 անձանց վերաբերյալ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից մի քանիսի նկատմամբ ընտրվել են կալանքի տարբեր միջոցներ, մեկին տնային կալանք, մեկին վարչական հսկողություն, այսինքն փաստացի պատիժ չկա առ այսօր։ Նկատենք, որ սա այն դեպքն էր, երբ տեսանյութում 5-6 գոնե երևացող, 5-6 տղաներ դաժանորեն ծեծի եւ նվաստացման են ենթարկում իրենց համագյուղացուն, սա խոսում է մեր հասարակության վիճակի մասին, մեր հասարակության վիճակի եւ մարդկային փոխհարաբերությունների մասին է խոսում նաեւ տղայի հոր մեկնաբանությունը հետո լրատվամիջոցներից մեկին, կարծեմ այսօր լրատվականին էր տվել, որտեղ նա ասում էր, որ որևէ խնդիր չկա, իրենք գյուղացիներ են, իրար կհասկանան, սա նաեւ խոսում է փաստորեն զոհի մտածողության մասին, մարդը տեսնում է, թե ինչպես են նվաստացնում իր անչափահաս որդուն եւ պատրաստ է համակերպվել դրա հետ եւ բերում է կեղծ այդպես հիմնավորում, որ դե համագյուղացի ենք, իրար կհասկանանք։ Սա նաեւ բացում է անպատժելիության դուռը, որովհետեւ խոսքը միայն իրավապահների գործողությունների մասին չէ, մենք հաճախ քննադատում ենք ու լավ ենք անում, որ քննադատում ենք իրավապահներին, բայց մեր հասարակությունը եւս պատրաստ է հանդուրժելու նման վարքագիծ, մեր հասարակությունը եւս պատրաստ է մարսելու, կուլ տալու եւ հենց հասարակության վերաբերմունքն է, որ ծնում է նման երիտասարդներ, նման մարդիկ, որոնք հետո արդեն եթե հայտնում են պետական պաշտոնի, առավել անպատիժ են դառնում, եթե կյանքի որևէ փուլում քրեական աշխարհի մասնակից են դառնում, պատուհաս են դառնում հասարակության գլխին, այսինքն մենք միայն իրավապահների հետ կապված, պետական ինստիտուտների հետ կապված խնդիր չունենք, մենք նաև խնդիր ունենք հասարակական ընկալումների մասին, որովհետև ես վստահ եմ այդ գյուղում բացի հորից միայն հայրը չի, որ չի դատապարտում, նաև համագյուղացիները շատ հանգիստ ապրում են նման վարքագիծ ունեցող երիտասարդների պայմաններում, չեն դատապարտում, ամոթանք չեն տալիս եւ սա կարելի է տեսնել երևի թե Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն 4-րդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ-նիստերը, խմբակցությունն այլևս չի ենթարկվում նրանց։ Բանն այն է, որ 3 առավոտյան Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմով դարձյալ ԱԺ-ում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի ԱԺ-ն սկսեր իր աշխատանքները։ Ալեն Սիմոնյանը 3 անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն բավարար չափով падգամավորներ չէին ներկայացել աշխատանքի։ Սիմոնյանը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի ԿՊԱ-կան падգամավորները բարեհաճեն ներկայանալ եւ կառավարությունը հնարավորություն ունենար ներկայացնելու 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Նոյեմբերին կայացած ԱԺ-նիստերի ժամանակ 3 անգամ էլի ԿՊ խմբակցության ղեկավար Կոնջարյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չկարողացան Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ քվորում ապահովել, ինչը հունից հանեց Փաշինյանին։ Եթե հիշում եք, Փաշինյանը դեմոնստրատիվ կերպով ուղղակի լքեց խորհրդանի նիստերի դահլիճը, բայց ասեմ ձեզ, որ ԿՊԱ-ականների այս վարքագիծը նաև վերաբերմունք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դուք պատկերացրեք, որևէ իշխանության ղեկավար նախկին իշխանություններին կարող եք դիտարկել, գար խորհրդարան եւ առաջին հերթին հենց իր խմբակցությունը, իշխող խմբակցությունը քվորում չապահոver։ Սա խայտարակություն է, ԿՊԱ-ականները խայտարակում են Նիկոլ Փաշինյանի վրա, Նիկոլ Փաշինյան եւ թքած ունեն Նիկոլ Փաշինյանի վրա, իր խորհրդարանում ներկայության վրա, այնպես որ սա եւս ազդակ է Փաշինյանին, սա նաեւ խոսում է այն մասին, որ նախընտրական այս տարում ԿՊ-ում կրքերը այդքան էլ հանդարտ չեն, վստահաբար ցուցակում իրենց տեղերի հետ կապված դժգոհություն ունեցողները պարբերաբար նման նվաստացումների են ենթարկելու Փաշինյանին։ Փաստ օրաթերթը գրում է. Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական զբաղմունքը կարծես թե դարձել է եկեղեցու դեմ պայքարը, ամենայն հայոց եկեղեցու նկատմամբ նրա համար ճնշման վրա ծախսվում են ժամանակն ու ռեսուրսները, այնպես որ օգտակար գործերի համար ոչինչ չի մնում, աղբանոցներն այրվում են, օդը աղտոտվում է, ճանապարհները քանդվում են, պաշտոնյաները գողանում են, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը զբաղված է միմիայն կաթողիկոսին նեղացնելու փորձերով։ Դժվար է ասել, Փաշինյանն իսկապես նույնիսկ տարրական բաները չի հասկանում, թե իրեն այդպես է ձեռնտու։ Օրինակ, երկար ժամանակ նա կարծում էր, թե կարող է պարզապես ազատել ամենայն հայոց կաթողիկոսին այնպես, ինչպես ազատում է իր ԿՊԱ-ական նախարարներին կամ այլ պաշտոնյաների։ Ավելին, եղավ պահ, երբ Փաշինյանը լրջորեն հայտարարեց, թե կաթողիկոսն իր կողմից կարգալույծ է արված։ Ըստ երևույթին օգնականները ստիպված եղան բացատրել, որ նա ոչ Աստված է, ոչ էլ տիեզերական ժողով եւ նույն հաջողությամբ կարող էր պաշտոնազրկել Թրամփին կամ Պուտինին։ Ընտրություններից առաջ այսպիսի խայտարակությունը խելամիտ չէր, այդ ժամանակ էլ նա որոշեց հավաքել 10 հոգևորականների, որոնք դժգոհ էին կամ պատրաստ էին համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, եւ ստիպեց նրանց ստորագրել կաթողիկոսի դեմ նամակ։ Նամակը սակայն որևէ ազդեցություն չունեցավ, օգնականները երևի նորից բացատրեցին, որ կաթողիկոսին հեռացնելը 10 պատահական հոգևորականի ստորագրությամբ նույնն է, ինչ վարչապետին հեռացնելը 10 քաղաքացու նամակով։ Հասկանալով, որ ուղղակի հեռացնել չի ստացվում, նա զուգահեռ նաև այլ ճանապարհներ է մտածել ստեղծել իր փաշինյանական եկեղեցին, ասենք Հովանավանք կենտրոնով։ Սկզբում դրա գլուխը նշանակելու էին Ստեփան Ասատրյանին, բայց նրա ծիսակատարությունները Հայաստանում ծաղրի առարկա դարձան։ Այդ պատճառով էլ իշխանությունը սկսեց այլ թեկնածու փնտրել, սակայն քահանաները, որոնք պատրաստ են համագործակցել Փաշինյանի հետ, գրեթե չկան։ Քահանաներ չկան, փոխարենը կան 10 սրբազաններ, եւ որքանով որ տեղեկություններ են մեզ հասնում ՔՊ-ից, Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքացիական պայմանագրի բարքերին, սովորույթներին, համոզմունքներին հավատարիմ գաղափարակից նշանակել կաթողիկոս, այդ Փաշինյանական եկեղեցու կաթողիկոս, եւ դա այդ կաթողիկոսը լինելու է Նավասարդ arczepiskopos Քճոյանը։ Իմ տեղեկություններով Փաշինյանը վստահ է, որ առավել լավ այսպես մոնումենտ, առավել լավ արտացոլում ՔՊ-ի բարոյական նկարագրի, քաղաքացիական պայմանագրի համոզմունքների եւ գաղափարախոսության, քան Կճոյանն է, arczepiskopos Քճոյանն է, չի կարող լինել։ Պաստորաթերթը գրում է. Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն դրանք որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ։
Դրանցից մեկը վերաբերում է քրեական օրենսգրքի Չարաբաստիկ 236 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռվելու համար։ Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականին ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել էր Սահմանադրական դատարան այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար։ ՍԴ-ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ 1 տարի անց ստացել էր հանձնաժողովի կարծիքը, այն է հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին։ Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ-ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում, մեր ունեցած տեղեկություններով հասկանալով, որ այլ որոշում, քան հակասահմանադրական ճանաչելն է հնարավոր չէ, ՍԴ նախագահան դիմել է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարցի քննությունը առնվազն մինչև առաջիկա ընտրությունները ձգձգվի։ Դա հնարավորություն կտա իշխանություններին վիճահարույց այդ նորմը որպես մահակ կիրառել ընդդիմադիրների նկատմամբ, ինչպես արվել է մինչև այս։ Հիշեցնենք, որ այդ հոդվածով գործ է կատարվել բազմաթիվ ընդդիմադիրների, այդ թվում ՀԱԿ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի եւ այլոց նկատմամբ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը հերթական սկանդալային բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից ներողություն։ Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է, հերթական անգամ բու հայտնվել է սկանդալի կենտրոնում, այս անգամ խոսքը ուսանողների միջև բռնկված մեղմ ասած կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։ Ականատեսների փոխանցմամբ դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ լեզվաբանության եւ մանկավարության ֆակուլտետի ուսանողների միջև ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկրտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլև բավականին երկար ժամանակ տևած ծեծկրտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր փոկել։ Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Հրապարակ թերթը գրում է. չնայած իշխանության ճնշումներին Գյումրու ընդդիմադիր ավականին դիմադրում է տևական ընդմիջումից հետո 3 ավականին հերթական նիստ է անցկացրել, ապահովելով ավականու բնականոն ընթացքը։ Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը։ Ղուկասյանին եւ ավականու մի քանի անդամների կալանավորումից հետո իշխանությունները հետևողականորեն աշխատում էին ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ կալանավորված անդամների վրա դրած մանդատները ոչ ոք չվերցնի, ճգնաժամ առաջանա եւ իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։ Ցուցակում ընդգրկված գործարար եղբայրները կալանավորվեցին, մյուսների վրա էին աշխատում, սակայն Սիրանուշ Մելիքյանը չի հանձնվել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մայր Աթոռը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով կկայանա, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան տարածքում ծառայություն մատուցող եպիսկոպոսները, այլև բոլոր թեմերի։ Սակայն դեռ չեն գաղտնազերծում ժողովի օրակարգը։ Արդյոք կդադարեցվի տիրադավ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը, կդրվի կոչումներից զրկելու հարցը։ Հիշեցնենք, որ նման հորդորով են հանդես եկել Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Մեր տեղեկություններով Փաշինյանի հետ նրանց հանդիպումից հետո Մայր Աթոռը պատժի տարբերակներ է քննարկել, բայց վերջնական որոշման չեն հանգնել։ Ելնելով մի շարք հանգամանքներից, օրինակ առաջարկել են ոչ թե կարգալույծ անել այդ հոգևորականների, այլ պաշտոնաթող անել, թեմական առաջնորդությունից զրկել, սակայն հաշվի առնելով Հովանավանքի նախադեպը, երբ իրավապահները ապահովում են վանքի զավթումն ու պահպանում կարգալույծ քահանային, կարծիք են չել, որ նրանց դեպքում եւս իշխանությունը կխրախուսի ապօրինություն եւ կարգալույծ եպիսկոպոսները դուրս չեն գա առաջնորդարաններից։ 3 Ազատություն ռադիոկայանը զրուցել էր Տեր Ռուբեն քահանայի հետ եւ շատ հետաքրքիր դրվագ բացահայտվեց։ Սա հայտարարություն է եւ առաջին հերթին մեծ բացահայտում է առ այն, որ ազգային անվտանգության ծառայությունը ծառայելով Նիկոլ Փաշինյանին, միայն Նիկոլ Փաշինյանի անձնական նպատակներին, աշխատում է բոլոր այն հոգևորականների հետ, որտեղ մատուցվող այն եկեղեցիների հոգևորականների հետ, որտեղ մատուցվող պատարակներին պիտի մասնակցի Փաշինյանը եւ պահանջում են, որպեսզի վեհափառի անունը պատարակի ժամանակ չհնչի։
Ընտրեմ լսենք Տեր Ռուբեն Քահանային ու վերադառնանք։ Քահանան պատմում է, նույնիսկ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են վեհափարի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել։ Երեք էլ իմիջիալոց ասեմ, այստեղի ԱՑ-ի հետ եկել էի Շիրակի, բայց Տերաջան խնդրում, ասի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասի դա բացառվում է։ Վեհապարը գործող հանրապետն է մեր։ Մենք իր անունը 25 տարի պատարագներին տվել եմ, ու էլի պիտի տամ։ Ըստ Տեր Ռուբենի Սուրբ Հակոբում պատարագի մասնակցելու Փաշինյանի մտադրության ու քահանայի նախընտրելի պահվածքի մասին տնտեսագիտականի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է ասել։ Եկավ ասեց Տերաջան, ուզում ենք որ դու պատարագես եւ այլն, հիմա կպարզ ասեմ, որ վեհապարի անունը պատարագին չտակ։ Ես Կարենին ասեմ եմ, որ ես իրավունք չունեմ այդպես բան անելու 25 տարի ես վեհապարի անունը տվել եմ վարչապետը այդ քահանաներին գցում է փորձանքի մեջ հասկանում եք դա չի կարելի։ Դուք լսեցիք Տեր Ռուբեն Քահանային, նա բացահայտեց, որ ԱԱՑ-ն մոտեցել է իրեն, փորձել են հասնել այն նպատակին, այն է, որ դեկտեմբերի 7-ին մատուցվող պատարագի ժամանակ վեհապար Հայրապետի անունը չհնչի։ Սա, ինչպես արդեն ասացի, խայտառակություն է, սա ցույց է տալիս Հայաստանում ազգային անվտանգության ծառայության իրական դեմքը, այն ազգային անվտանգության հետ որևէ կապ չունի, ինչպես կապ չի ունեցել վստահ եմ նաև նախկինում, ազգային անվտանգության ծառայությունը օրվա իշխանություններին հլու հնազանդ ծառայող կառույց է, այն չի ծառայում արտաքին վտանգների դեմ, այն չի գործում Հայաստանը կազմաքանդող այս պրոցեսների դեմ, փոխարենը գործում է հայրաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ վեհապար Հայրապետի դեմ։ Իդեպ նկատենք, որ ազգային անվտանգության ծառայությունում միայն ԿՊԱ-ականներ չեն, ազգային անվտանգության ծառայությունում ձեր հարևաններն են, մեր հարևաններն են, ծանոթներն են, բարեկամներն են եւ ահա առանց ազգային անվտանգության ծառայության, առանց ոստիկանության Նիկոլ Փաշինյանը չի կարող անել բոլոր այն սրիկայությունները, որ անում է որպես իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը չի կարող հասնել այն նպատակներին, որին հասել է այս ընթացքում։ Եվ այո, պիտի ամեն անգամ հիշեցնել այս մասին, որ ազգային անվտանգության ծառայությունը, որ ոստիկանությունը, ուժային ամբողջ համակարգը այլանդակ կերպով ծառայում է օրվա իշխանություններին եւ բոլոր իշխանությունների ժամանակ է այդպես եղել, ուղղակի հիմա քանի որ այս իշխանությունը հակահայկական է, փաստորեն ազգային անվտանգության ծառայությունը ծառայում է հակահայկական ծրագրերի։ Գիտեք, սա խայտառակություն է, ազգային անվտանգության ծառայությունը ծառայում է հակահայկական շահերի։ Մնացածը կարծում եմ ժամանակը իր տեղը կդնի, պատմությունն իր գնահատականը կտա եւ վստահ եմ բոլոր այն աշխատակիցները, այդ թվում նաեւ Շիրակի մարզային աշխատակիցները ամաչելու ժամանակը գալու է իրենց, առիթը գալու է, որ իրենք փաստորեն նման հրահանգներ են կատարել։ Եվ մեծ իմաստով ուժայինների մասով կարելի ասել, որ եթե այստեղ լիներ ադրբեջանական օկուպացիոն, թուրքական օկուպացիոն ուժեր, վստահեցնում եմ ձեզ, այդ ուժային կառույցների մեծ մասը ծառայելու էր այդ օրակարգին։ Ուրիշ ենթադրությունների, ուրիշ համոզման գալու առիթ չեն տվել։ Փաստ օրաթերթը գրում է. «Սա ծաղր է պետականության հանդեպ, հուսանք մի օր այն կավարտվի», փաստի հետ զրույցում նկատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նախորդին հրապարակված փաստաթղթերին, խոսքը հիշեցնենք ըստ Փաշինյանի Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթերի ցանկի մասին է, բայց դա ինչ որ ծաղկաքաղային փաստաթղթերի ցանկ էր, որի մեջ նաև հայկական ժամանակում 2008-ին տպագրված հրապարակում կար։ Իսկապես ողբերգական է, որ լուրջ աշխարհաքաղաքական խաղացողների հետ փոխկապակցված նման հարցին այսպիսի, չգիտեմ թե էլ ինչ բառով բնորոշեմ, վերաբերմունք է դրսևորվում, ու նման գործելակերպը ուղիղ կերպով բերել է այս հետևանքներից, նկատեց Բագրատ Միկոյանը։ Էական է մեր զրուցակցի այն ընդգծումը, որ Փաշինյանը չի հրապարակել Քիվեստի բանակցությունների փաստաթուղթը, իդեպ երեկ էլ նա նշեց, որ իրենց ձեռքի տակ չկա նման փաստաթուղթ, իդեպ այն ուղղակիորեն կապ ունի նախագահ Քոչարյանի թե պաշտոնավարման, թե ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ վարած բանակցությունների բովանդակության հետ, այդտեղ չկա Քիվեստի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին, նշում է Միկոյանը ու հավելում.
փոխարենը դրել են որևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է հայկական ժամանակում։ Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ հրապարակման եւ անվանում դա փաստաթուղթ։ Այո, սա խայտարակություն է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպես ասած փաստաթղթերի հրապարակմամբ ստեղծել տպավորություն, թե նախկին բոլոր ղեկավարները այսպես աղետալի վիճակի էին հասցրել, էլ ինչ աներ խեղճ Նիկոլը, այնինչ օրինակ Քիվեստի փաստաթուղթը բավական լավ փաստաթուղթ էր եւ այո, այն չստացվեց ստորագրել, Ադրբեջանը ի վերջո հրաժարվեց, բայց մի բան ակնհայտ է, որ Քիվեստի հետ կապվող կամ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների հետ կապվող այդ մեղրի հանձնման տարբերակը բացառող փաստաթուղթ էր, հերքող փաստաթուղթ էր, դրա համար էլ չեն հրապարակել, փոխարենը հրապարակել են հայկական ժամանակում ստեղծագործություն, որը հրապարակվել էր 2008 թվականին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրեց։ Միրզոյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու իր արբանյակները ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայաստանում ապատեղեկատվական արշավ են իրականացնում, եւ այդ մարտահրավերը հաղթահարելու համար ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրելու։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել է Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններ, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Արևմուտքն արդեն անթակույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը, կիրառելով Մոլդովայի սցենարը եւ ընտրական մանիպուլյացիաներով ամրագրելով Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ։ ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Մոլդովայում է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի պետություն, մայրաքաղաք Դոհա, որտեղ Դոհա ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ կմասնակցի Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն Վաշինգտոնյան համաձայնագիր եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք անվտանգության խորհրդից։ Վերադառնալով նախորդ հրապարակմանը, որ Եվրամիությունը հայտարարել է պատրաստ է աջակցել այսպես ասած ռուսական ազդեցության դեմ տարվող պայքարին, պետք է ընդգծել, որ այո, ճիշտ է նկատել հոդվածագիրը, նրանք ցանկանում են կրկնել Մոլդովայի օրինակը, եւ սա պետք է գիտակցեն բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր իբրև թե հանդիպելով Եվրամիության պաշտոնյաների հետ ակնկալում են, որ նրանք չեն աջակցելու Փաշինյանին, այո, աջակցելու են։ Փաշինյանին իրենք չաջակցելու մի տարբերակ ունեն։ Եթե որևէ քաղաքական ուժ պատրաստ լինի Փաշինյանից առավել շատ ստրկաբար ծառայել Եվրամիության եւ հավաքական արևմուտքին։ Եթե նման առաջարկ չեք անելու, ապա մի ակնկալեք, որ արևմուտքը դադարելու է աջակցել Փաշինյանին եւ փորձելու է չխանգարել Հայաստանի ընդդիմադիր ուժերին հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից վատ արձանագրում էր, որովհետև այո, Եվրամիությունը հավաքական արևմուտքը աշխարհաքաղաքական թիկունք է կանգնում Նիկոլ Փաշինյանին, փոխարենը գոնե այս պահի տվյալներով ընդդիմադիր ուժերը չունեն աշխարհաքաղաքական թիկունք, ընդդիմադիր ուժերը թիկունքը բաց են մասնակցում այդ պայքարին, կստացվի թե ոչ, դա ժամանակը ցույց կտա, կստացվի գտնել նման թիկունք թե ոչ, դա ժամանակը ցույց կտա եւ առաջիկա ամիսների զարգացումները։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48